Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Իրանի շուրջ իրավիճակը շարունակում է թեժանալ եւ այսօր մենք ձեր հետ միասին կխոսենք նոր կարևոր տեղեկատվությունների մասին։ Առաջերտին ասեմ, որ Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի պլանավորված այդտեղ զորավարժությունները, որոնք պետք է տեղի ունենային այս ամենակարևոր հատվածում, այստեղ, եւ այս հատվածը ռազմավարական մեծ նշանակություն ունի, դուք ինքներդ էլ դա շատ լավ տեսնում եք քարտեզի վրա եւ քարտեզի շնորհիվ, այս նեղուցը Հորմուզի ունի կարևորագույն նշանակություն միջազգային կապի եւ առևտրի համար, հատկապես նավթի առևտրի համար, այստեղ այս նեղուցի հատվածում, հյուսիսային այս մասում, ավելի լավ այստեղ ցույց տամ, այս հատվածում պետք է տեղի ունենային Իրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի համատեղ ռազմանավերի զորավարժություն իրական կրակով եւ չեղարկվել է եւ մենք ձեր հետ միասին կխոսենք դրա պատճառների մասին։ Բացի դրանից նույն այդ հատվածում շատ մոտ այդ նույն հատվածին մենք ունենք այստեղ քաղաք Բանդար Աբբաս Իրանի, որը ամենախոշոր նավահանգիստն է Իրանում եւ դուք համոզված եմ լսալ եք նաեւ Բանդար Աբբասի առհասարակ նշանակության նաեւ մասին, պետք է ասել, որ այդտեղ սպանություն է տեղի ունեցել, որը դեռ հաստատված չի իրանական կողմից, բայց մեծ հավանականությամբ կհաստատվի, տեղի է ունեցել սպանություն Իրանի ծովային ուժերի հրամանատարի եւ ըստ տարբեր հետաքրքիր աղբյուրների դա կատարել է Մոսադը, իսրայելական հատուկ ծառայությունը եւ պայթեցրել է իր բնակարանը, որտեղ որ ինքը այդտեղ ապրում էր եւ հենց ինքն էր նաեւ պատասխանատու ինչ որ առումով այս ուղղությամբ զորավարժությունների։ Բացի դրանից շատ նոր կարևոր հետաքրքիր տեղեկատվություններ կան Իրանից եւ դա վերաբերում է ինչպես միջուկային ծրագրին, այդպես էլ Միացյալ Նահանգների դերին, Թուրքիան թե ինչ է այստեղ անում, արաբական պետությունները, սկսած Սաուդյան Արաբիայից ինչ դիրքորոշումներ ունեն եւ ի վերջո երբ սպասենք այդ հարվածին, պատերազմին կամ երբ այդ պատերազմը լինի, ինչպիսին կլինի այդ պատերազմը, ինչպիսի օրակարգ ունենա այդ պատերազմը, դա շատ կարևոր հարց է, որը մենք ձեր հետ միասին այսօր կքննարկենք մանրամասն եւ ես համոզված եմ, որ դա կլինի շատ օգտակար, հատկապես որ մենք սցենարները նաեւ ձեր հետ միասին կքննարկենք եւ ավելի լավ կհասկանանք ինչպիսի սցենարների դեպքում ինչ պետք է անել։ Առաջի հերթին ես կոչ եմ անում ձեզ անպայման լայքեք այս վերլուծությունը, դրանով դուք շատ եք օգնում ալիքի զարգացմանը, բաժանորդագրվեք, դրեք զանգակը, որ թարմ տեղեկատվություններ ստանաք, գրեք ձեր մեկնաբանությունները, միշտ հաճույքով կարդում եմ ձեր մեկնաբանությունները հարգարժան անդամներ ալիքի եւ իմ հետ նաեւ կապ հաստատել կամ բաժանորդագրվել հնարավոր է նաեւ նկարագրությունում նշված միջոցների շնորհիվ։ Շնորհակալություն եւ անցնենք առաջ։ Ուրեմն հարգելի հայրենակիցներ, այստեղ դուք տեսնում եք Իրանի քարտեզը եւ արդեն մենք կարճ ասացինք ձեր հետ միասին, որ ամենակարևոր ռազմավարական նշանակություն ունի Օրմուզի նեղուցը։ Եվ ամբողջ այս Պարսից ծոցը, այդպես հայտնի տարածքը, որտեղից որ նավթ է գնում ինչպես Քուվեյթից, այդպես էլ Իրաքից, այդպես էլ հենց Իրանից, այդպես էլ Բահրեյն, Կատար եւ Սաուդյան Արաբիայից եւ շատ դեպքերում Միացյալ Արաբական Էմիրություններից, ճիշտ է, Էմիրությունները այստեղ էլ փոքր հատված ունեն եւ միանգամից կարան դուրս անել այդ նավթը Պարսից ծոցից եւ առանց Օրմուզի նեղուցը, բայց ամեն դեպքում մեծ մասը միևնույն է կախված է եւ կապված է նաեւ Օրմուզի նեղուցից եւ Օրմուզի նեղուցը իրական ռազմավարական նշանակություն ունեցող համաշխարհային տնտեսության համար, հատկապես նավթի գնի եւ կայունության համար նավթատարների ուղղությունով։ Դուք այստեղ քարտեզի վրա տեսնում եք Հայաստանը, տեսնում եք Վրաստանը, տեսնում եք ինչքան մոտ ենք մենք այս իրավիճակից, իհարկե եւ շատ լավ քարտեզի շնորհիվ, որը ես ավելացրեցի եւ այսուհետեւ այսպես նաեւ միշտ կունենանք այսպիսի հնարավորություն, գտա այն կարգավիճակը, որով հարմար է, որ սա կազմակերպվի, այն նպատակով, որ միշտ երբ ես խոսում եմ, դուք նաեւ կարողանաք քարտեզի շնորհիվ այստեղ տեսնել, հասկանալ, թե ինչ տարածքներ նկատի ունեմ, ինչ զարգացումներ, կարծում եմ սա շատ լավ ավելի հարստացնի մեր այստեղ քննարկումները եւ ավելի բովանդակալից կդարձնի նրանք։
Պետք է այստեղ ասել առաջերտին, որ իհարկե Հայաստանի համար ելքը դեպի նույն Բանդար Աբբաս, որի մասին մենք խոսում ենք, շատ կարևոր նշանակություն ունի։ Եվ կցույց տամ դա հիմա մի փոքր ավելի հեռու քարտեզով, տեսեք, մենք փաստացի Բանդար Աբբասից միանգամից կապնվում ենք հետո Հնդկաստանի հետ, հասկանում եք։ Այսինքն նույն հնդկական զենքի մատակարարումների ուղին, դա ինչքանով հանրային բոլորս գիտենք, դա Հնդկաստանից Բանդար Աբբասի ուղղությունով, ամենատրամաբանականը առնվազն սա է, Բանդար Աբբասի ուղղությունով, հետո Իրանի տարածքով դեպի Հայաստան։ Այսպիսին է ճանապարհը։ Եվ իհարկե մեծ խնդիր է, որ երբ խոսքի նույն Հնդկաստանը շատ սերտ հարաբերություններ ունի ուրեմն Իսրայելի հետ, Իրանը մեր հարևանը վատ հարաբերություններ ունի, մեղմ ասած վատ, պատերազմային եւ փաստացի այդ ուղղությունով է շարժվում։ Եթե Իրանում լինի ժողովրդավարություն, ապա դուք ինքներդ եք շատ լավ հասկանում, որ Հայաստանը ստանալու է լիարժեք ելք արդեն դեպի Պարսից ծոց, այսինքն շատ լիարժեք, որովհետեւ այստեղ կարա լինի ամերիկյան նաեւ ամերիկամետ իշխանություն կամ Ամերիկայի դաշնակից իշխանություն նույնիսկ։ Բայց մինչև դրան անցնելը վերադառնանք այսօրվա մեր իրականությանը եւ իրականության առումով պետք է ասել, որ Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը այստեղ Օրմուզի նեղուցում պլանավորել էին վարժություններ հատուկ այսպիսի նավերի միջոցով, դա պետք է լիներ շատ լուրջ եւ այստեղ ես կարծում եմ եւ տարբեր բաց հետախուզական աղբյուրներ այսպիսի բան են ասում, հարգելի հայրենակիցներ, որ Միացյալ Նահանգները զգուշացրել են, որ պատերազմը անխուսափելի է եւ այդ դեպքում, եթե ռուսները եւ չինացիք այստեղ հայտնվեն, իսկ ինչ է հայտարարում Իրանը, որ պատերազմի դեպքում կփակեն Օրմուզի նեղուցը, այսինքն կփակեն Պարսից ծոց ելք-մուտքը, դրանով փակեն նավթի մատակարարումները, այդ թվում դեպի միջազգային շուկաներ եւ դրանով ստեղծելով լուրջ ճգնաժամ։ Այսինքն այդ դեպքում Օրմուզի նեղուցում, որտեղ որ վերջի շաբաթների ընթացքում ակտիվորեն օդային հետախուզություն է կազմակերպել եւ իրականացնում Միացյալ Նահանգների ուրեմն զինված ուժերի այդ բաղադրիչները, որոնք հետախուզական պատասխանատվություն ունեն, այսինքն միշտ այստեղ թռիչքներ են կազմակերպում Միացյալ Նահանգները եւ հետախուզություն են անցկացնում, պետք է ասել, որ նաեւ Միացյալ Նահանգների այդ ուրեմն ուժը, որի մասին որ մենք ձեր հետ միասին խոսում ենք, Աբրահամ Լինկոլնը, ավիակիրը գտնվում է մոտավորապես այստեղ, Օմանի մոտ։ Այսինքն ինքը փաստացի ոչ այդքան մոտիկ է գտնվում Իրանի սահմանին, խոսքին այստեղ չի գտնվում, մի քիչ ավելի հեռվում է գտնվում եւ այստեղից փաստացի կարա հարվածներ հասցնի ամբողջ Իրանի վրա, որտեղ որ Իրան պետք կլինի։ Ավիակիրը այդտեղ է արդեն օրեր է եւ ակտիվ այդտեղ ֆիքսված է։ Գալիս է հաստատ երկրորդ ավիակիրը, մոտավորապես այսօր փետրվարի 1-ն է եւ մոտավորապես 4-5 օր պետք կլինի, որ երկրորդ ավիակիրը գա տարածաշրջան, բայց երկրորդ ավիակիրը չի գալու այս հատված, այսինքն մեկ ավիակիրը այստեղ է, չի գալու այստեղ, երկրորդ ավիակիրը գալու է մոտավորապես այստեղ։ Եվ այստեղից է կարողանալու նույն հարվածները հասցնել կամ ավելի մեծ մասամբ Իսրայելի պաշտպանողական գործողությունների մեջ մասնակցել։ Որովհետև Իրանը սպառնում է, որ հարվածներ կհասցնի Իսրայելի վրա, այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները սկսեն ռազմական գործողություններ։ Եթե հարվածներ հասցնի Իսրայելի վրա, ապա Հորդանանը, այս պետությունը կողքին, եւ Իրաքում Միացյալ Նահանգների զինված ուժերը կմասնակցեն պաշտպանողական գործողություններում։ Բայց նաեւ պետք է ասել, որ այստեղից ավելի մեծ հավանականությամբ հարվածներ կհասցվի, իսկ այստեղից ավելի մեծ հավանականությամբ ինքնապաշտպանողական գործողություններ, բայց նաեւ հնարավոր է հարվածներ։ Նույն այստեղ, որ մենք նայենք ձեր հետ միասին, ապա պետք է ասենք, որ Կիպրոսը, որը դուք այստեղ տեսնում եք, Կիպրոսը շարունակում է մնալ լուրջ ռազմական ներկայություն ունեցող, հիշեցնեմ ձեզ, որ Կիպրոսի կղզու վրա կա Միացյալ Թագավորության տարածքներ, այդպես էլ կոչվում են, սուվերեն տարածք, այսինքն դա Կիպրոսի տարածք չէ, որտեղ որ Միացյալ Թագավորությունը ունեն ռազմական, այլ երկու առանձին հատված է, որտեղ որ գտնվում է RAF միջազգային օդանավական ռազմական, որի միջոցով Միացյալ Թագավորությունը այստեղ միշտ ունի ռազմական օդուժի ներկայություն այստեղ եւ պատրաստ է ռազմական գործողություններ վարել այդ թվում։ Վերջի օրերի ընթացքում մենք ունենք թարմ տեղեկատվություններ, որ Ֆրանսիան եւ Միացյալ Թագավորությունը եւ նույնիսկ Գերմանիան ուժեր են ուղարկում տարածաշրջան, որոնք մեծ մասամբ Կիպրոսում են լինելու եւ մասնակցելու են Իսրայելի պաշտպանողական գործողություններում։
Բացի դրանից պետք է ասեմ, որ երեք Եվրոպական միությունը, այսինքն բոլոր 27 պետությունը ընդունեցին, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը դա տերորիստական խմբավորում է, այդպիսի Միացյալ Նահանգները վաղուց է դա հռչակել էին, այդպիսի կարգավիճակ իրանց տվեցին։ Ի պատասխան Իրանը հիմա եվրոպական պետությունների բանակները հայտարարում է նաև ուրեմն տերորիստական խմբավորումներ։ Իհարկե դա ուղիղ առնչվում է Հայաստանի հետ։ Հայաստանը Եվրոպական միության անդամակցություն է ցանկանում։ Հայաստանը ունի Եվրոպական միության ուրեմն դիտորդական առաքելություն, որը ճիշտ է զինված ուժեր չեն եւ իհարկե զինված չեն, բայց ամեն դեպքում Իրանի հետ հարաբերությունները մենք կարող ենք ճիշտ կառուցել, բայց մեր համար այսպիսի Իրանը ձեռնտու չէ։ Մենք իրավունք ունենք ասելու, մեզ ինչպիսի Իրան է ձեռնտու կամ ինչպիսի Իրան ձեռնտու չէ եւ դա շատ պարզ իմ պատկերացումով հայտարարություն է եւ այդտեղ մենք որևէ ձև չենք ներխուժում Իրանի ներքին գործերի մեջ։ Վերադառնանք կարևոր հարցին, հա, ինչու չեղարկեցին Ռուսաստանը եւ Չինաստանը այդ զորավարժությունները։ Կարծում եմ, որ դա կախված է նրանից, որ եթե Իրանը իրոք պատերազմի դեպքում սահմանափակի Օրմուզի նեղուցը, որի մասին որ խոսում ենք ձեր հետ միասին, ապա մենք փաստացի այդտեղ կտեսնենք նաև ռուսական եւ չինական նավերը եւ դրա հետևանքով փաստացի կունենայինք իրավիճակ, որը կբերեր աննախադեպ զարգացումին։ Կարող է նույնիսկ հակամարտություն կամ առճակատում տեղի ունենար այդտեղ կոնկրետ այդ պետությունների եւ Միացյալ Նահանգների, որտեղ Միացյալ Նահանգների նավերը, որոնք այստեղ են գտնվում եւ ներսում են նաեւ գտնվում, հատկապես Կատարում եւ Բահրեյնում ամենաշատը, պատրաստ են, որ նաեւ մասնակցեն ռազմական գործողությունների մեջ։ Այսինքն Ռուսաստանը եւ Չինաստանը ինչ որ առումով իրենց գլխավոր դաշնակցին եւ գործընկերոջը դավաճանեցին, որովհետեւ պատրաստ չեն պատերազմի մեջ մտնել Միացյալ Նահանգների հետ Իրանի պատճառով։ Իրանը կարևորագույն հիմքերից մեկն է այս Ռուսաստան-Չինաստան, ավելի ճիշտ Չինաստանից եկած այս բռնապետների համակարգի։ Եվ զուգահեռ դրա պետք է ասել շատ կարևոր մասը սրա, բաղադրիչը, որ սպանությունը մեծ հավանականությամբ Մոսադի կողմից Բանդեր Աբասում հենց ուրեմն հրամանատարին իրանց ուրեմն ծովային ուժերի պետք է ասել, որ դա լուրջ հարված է այս պահի դրությամբ Իրանի դեմ։ Բացի դրանից, դուք այստեղ քարտեզի վրա տեսնում եք սպանություններ այստեղ եւ սպանություններ եւ հրդեհներ Թեհրանում։ Պետք է ասել, որ 3 չի առաջ օր Իրանում տեղի են ունեցել զարմանալի պայթյուններ եւ զարմանալի մահեր եւ այլն, եւ հստակ չգիտենք իրականում ով է մահացել, ոնց հասկանում եմ դա չի կազմակերպված օդուժի միջոցով, այսինքն որևէ իսրայելական օդուժով չեն հարված հասցրել։ Դա կազմակերպված է, ինչքանով հասկանում եմ, առաջի հերթին հենց իրանական պետությունում ներսում գտնվող Մոսադի ցանցի կողմից։ Եվ իրանք էֆեկտիվ կարողացել են ուրեմն չեզոքացնել մի քանի կարևորագույն խաղացողին, որոնք այս իրավիճակում սպառնալիք կարային իրենց համար ներկայացնել։ Սա ուրեմն մի քանի այս բաղադրիչը։ Բացի դրանից, ասեմ ձեզ, որ Իրանը ցանկանում է խուսափել պատերազմից եւ գալիս է իրեն ի օգնություն իրականում Ռեջեփ Թայիպ Էրդողանը, որովհետեւ մենք ձեր հետ վաղուց խոսել ենք շատ անգամ նրա մասին, որ Ռեջեփ Թայիպ Էրդողանին ձեռք չի տալի հզոր Իրանը այս իրավիճակում, որովհետև շիա պետություն է եւ առաջնորդի դեր է ուզում, Իսրայելի դեմ առաջի պայքարողի դերը ունի, Թուրքիան է ուզում այդ դերը, բայց միևնույն ժամանակ ձեռ չի տալի արևմտամետ, պրոամերիկյան Իրան, դա հաստատ ձեռ չի տալի իրենց։ Եվ այդ պարագայում փաստացի Ռեջեփ Թայիպ Էրդողանը հիմա փորձում է օգնել Իրանին խուսափել այս լայնածավալ պատերազմը։ Այդ նպատակով առաքչին Իրանի արտաքին գործերի նախարարը փաստացի 3 գտնվում էր Անկարայում եւ գնացել էր Թուրքիա եւ Թուրքիան առաջարկում է Միացյալ Նահանգներին կազմակերպել եռակողմ հանդիպում Դոնալդ Թրամփ, Ռեջեփ Թայիպ Էրդողան եւ երևի Այաթոլլահ Խոմեյնի կամ
կամ կարող է Մասուդ Փեզեշքյան, բայց մի խոսքով Իրանի ինչ որ բարձր պաշտոնյա, մոտավորապես այդպիսի կարգավիճակով կամ կարող է արտաքին գործերի նախարարների կարգավիճակով, մի խոսքով գաղափարը նրանում է, որ Թուրքիան մի ձև կարողանա միջնորդի դեր խաղալ եւ իրավիճակը կայունացնի, որովհետեւ եւս մեկ անգամ Թուրքիային ձեռ չի տալիս արևմտամետ Իրանը, իսկ մեզ շատ է ձեռ տալիս արևմտամետ Իրանը, ուստի դա նշանակում է, որ մեզ ձեռ է տալիս ռազմական գործողությունները, բայց այն դեպքում, որ հանկարծ իրանական պետությունը չփլուզվի, որովհետև իրանական պետության փլուզումը, եւ արեք այստեղ քարտեզի վրա եւս ձեզ ավելի լավ, ավելի պարզ ցույց տամ հիմա, քարտեզի վրա այստեղ է հարավային Ադրբեջան կոչված այս տարածքը, հատվածը, տեսնում եք, այդ թվում քաղաք Խոյը եւ մի փոքր ավելի մոտիկից մենք նաեւ այստեղ Թավրիզն է այստեղ գտնվում, եւ ձեր հետ միասին մենք այստեղ շատ լավ տեսնում ենք այս տարածքը, այսինքն ոչ այդքան հեռու, եթե վերցնենք Բաքվից եւ Երևանից, փաստացի, տեսեք, Երևանից եւ Բաքվից ոչ այդքան հեռու գտնվում է այդ ադրբեջանցիքով բնակված Իրանի տարածքը, եւ որը կոչվում է այդպես կոչված հարավային Ադրբեջան, այս ամբողջ տարածքը։ Ուրմիա լճի մոտ, որը մենք շատ լավ գիտենք ձեր հետ միասին, հեսա Սևան, Վան եւ Ուրմիա լճերը, Ուրմիա լճի արևմտյան ափին մեծ մասամբ քրդեր են ապրում, բայց նաեւ Ուրմիա քաղաքում քրդեր էլ կան, ադրբեջանցիք էլ կան։ Մնացած հատվածներում այստեղ, այդ թվում ինչ որ տեսնում ենք, այստեղ Արդաբիլ քաղաքը խոսքին, այստեղ Թավրիզ քաղաքը էլ մի քիչ ավելի մոտիկից պետք է բացեմ, որ քարտեզի վրա լավ երևա, հեսա տեսնում եք, Թավրիզ քաղաքը ամենամեծը եւ ոչ այդքան հեռու իհարկե Մեղրի հատվածից այստեղ, այսինքն մեր սահմանից, եւ տեսնում եք նաեւ Արդաբիլ քաղաքը Ադրբեջանից ոչ այնքան հեռու, Լանկարանից Ադրբեջանի հատկապես, այսինքն մենք ձեր հետ միասին արձանագրում ենք, որ հարավային Ադրբեջանը այստեղ լուրջ նշանակություն ունի այն առումով այս տարածքը կամ արևմտյան եւ արևելյան Ադրբեջան է այս տարածքները կոչվում հենց Իրանում, այստեղ կարան տեղի ունենալ զարգացումներ, որոնց մասին մենք ձեր հետ շատ անգամ խոսել ենք եւ հիմա ես չեմ խորանա այդ զարգացումների մեջ, բայց ընդհանուր առումով հասկանում եք, հա, վտանգները ինչպիսին են, դուք շատ լավ հասկանում եք, հնարավորությունները ինչպիսին են, նաեւ հասկանում եք։ Տարածաշրջան եկել են նաև Միացյալ Նահանգների տարբեր ուժեր, այդ թվում ռադիոէլեկտրոնային պայքարի ինքնաթիռներ, որոնք կարող են փաստացի սկզբից անջատել Իրանում հակաօդային պաշտպանությունը եւ հետո արդեն տան հնարավորություն Միացյալ Նահանգներից, որ ակտիվորեն կիրառեն իրանց հնարավորությունները։ Այդ հարվածի ուղղությամբ պետք է ասել, որ կարևոր նշանակություն ունի Դիեգո Գարսիա ռազմակայանը, որը այստեղ է գտնվում եւ Հնդկական օվկիանոսում, այս հատվածում Դիեգո Գարսիան եւ Դիեգո Գարսիայի այս հատվածից միջև Իրան հարվածներ հասցնել ռազմավարական նշանակություն ունեցող ինքնաթիռների միջոցով, այդ թվում B2-ների միջոցով եւ B52-ների միջոցով, այստեղից մոտավորապես Դիեգո Գարսիայից այդ հարվածները տեղի կարան ունենալ եւ լուրջ հնարավորություն է նաեւ իրանից ներկայացնում։ Ուղարկվում է B2-ներ, B52-ներ, տարածաշրջանում է գտնվում նաեւ կոնկրետ Միացյալ Նահանգների հատուկ ջոկատային ուժերը, որոնք պատրաստ են իրականացնել նաև հատուկ գործողություններ, ինչքանով գիտենք նաև Իսրայելում, եւ ես տարբեր աղբյուրներ ունեմ Իսրայելում, բարձր պատրաստվածության աստիճանը զինված ուժերում մնում է եւ ամենաբարձր մակարդակով է այդ պատրաստվածությունը, այսինքն Իսրայելը ռազմական գործողությունների համար պատրաստ է հենց հիմա, եւ պետք է նաեւ եւս մեկ կարեւոր բան արձանագրեմ։ Այս պատերազմը մի փոքր հետաձգվում է նաեւ այն պատճառով, որ Չինաստանը եւ Ռուսաստանը շարունակում են հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումներ դեպի Թեհրան, եւ դա նաեւ բերելու է մեկ կարեւոր հարցին, որը ես ուզում եմ ձեզ ուղիղ ասեմ։ Կողմերը սպասում են նրան, որ չինական հակաօդային պաշտպանությունը հասնի Թեհրան։ Այո, ամերիկացիք եւ հրեաները որոշել են թույլ տալ Չինաստանին, որ այդ հակաօդային պաշտպանությունը բերի եւ փաստացի պլացդարմ դառնա Իրանը փորձարկելու այս չինական նոր հակաօդային պաշտպանության համակարգները։ Եթե հայտնվի, որ ամերիկացիք եւ հրեաները առանց խնդիր գործում են եւ չինական հակաօդային պաշտպանությունը խնդիր չէ,
ապա դա միանգամից այդ կշիռը, որը կա հիմա ուրեմն Միացյալ Արևմուտքի եւ Չինաստանի միջև, եթե այսպես կշիռ ձեր հետ միասին պատկերացնենք, ապա միանգամից կշեղվի այդ կշիռը ի օգուտ Արևմուտքի։ Եթե հայտնվի, որ Չինաստանի հակաօդային պաշտպանությունը կարողացել է լուրջ խնդիր ստեղծել ուրեմն ամերիկյան ինքնաթիռների համար, ապա դա շատ մեծ բան է նշանակում, հարգելի հայրենակիցներ, դա արդեն կնշանակի այն, որ Չինաստանը իր դիրքերը լուրջ ամրապնդել է եւ արդեն այդ բալանսը, որը այսօր էլ խախտված է, Ամերիկան ավելի հզոր է, կմոտենա իրար ինչ որ առումով, ինչը իր հետևանքները նաև կունենա։ Եվ մենք ձեր հետ միասին պետք է հասկանանք, որ այո, կողմերը պատրաստվում են պարզել դա եւ պարզել հիմա, այլ ոչ թե խոսքին Թայվանի պատերազմի դեպքում։ Պարզել հիմա, պարզել այստեղ։ Շատ տրամաբանական է պարզել Իրանի ճակատում։ Եվ ասեմ ձեզ, որ ամերիկացիք չեն կասկածում իրենց հնարավորություններում, բայց ուզում են համոզվել դրանում։ Եվ հենց ռադիոէլեկտրոնային պայքարն է հետաքրքիր։ Կկարողանա ամերիկյան ռադիոէլեկտրոնային պայքարը անջատել չինական հոպը։ Եթե այո, ապա կարելի ասել, որ չինական հոպը խնդիր չէ։ Իսկ չինական հոպից ավելի լավ հոպ չկա այս պահին, որովհետև Ռուսաստանի հոպը տապալվել է եւ Թուրքիան հոպ նոր է սկսում կառուցել։ Ուրիշ պետություններ, նկատի ունեմ այս ճակատում, հոպ չունեն։ Ճապոնիան, եվրոպական պետությունները, ուրեմն Ճապոնիան գնում է ամերիկյան, եվրոպական պետությունները ունեն սեփական եւ ամերիկյան, բայց սեփականը ամերիկյան հետ ինտեգրված տեխնոլոգիաներ են։ Սաուդյան Արաբիան չունի սեփականը, Ամերիկայից է գնում։ Այո, Հնդկաստանը իր սեփական հոպը ունի, այո, Հայաստանն էլ նաև գնում է, բայց այդ սեփական հոպը մի մասամբ ռուսական տեխնոլոգիաների վրա էր ստեղծված, հիմա անցել է դեպի հրեական տեխնոլոգիաներ։ Այսինքն հոպ համակարգներում առանձին այսպես գործիչ այդ ուղղությամբ փաստացի չկա եւ դա շատ լուրջ արձանագրում է։ Այսինքն մի քանի խաղացող կա հոպ համակարգներում, իհարկե առաջի դերը ունի ով Իսրայելը եւ Ադրբեջանին, որը մեր համար ռազմական ուղղությամբ փորձ ունենք եւ խնդիր պատերազմ եւ անվտանգային սպառնալիք է ներկայացրել երկար ժամանակ եւ շարունակում է ներկայացնել իհարկե, պետք է հստակ արձանագրել, որ իսրայելական հոպ որ ունեն, իսկ մենք չունենք արևմտյան հոպ, դա լուրջ խնդիր է։ Դա առանձին խնդիր է, որովհետեւ արևմտյան հոպը համար 1 հոպն է։ Բացի դրանից Ադրբեջանը ունի նաև չինական հոպ։ Հարգելի հայրենակիցներ, ես ձեր հետ միասին մեծ վերլուծություն էի պատրաստել եւ խոսում էի նրա մասին, որ Ադրբեջանը փաստացի համ իսրայելական հոպ կարողացավ գնել, համ չինական, այսինքն երկու առաջատար հոպը այսօր աշխարհում, որը կա, Ադրբեջանը ունի։ Բա մենք այս ուղղությունով պետք է մեծ քայլեր անենք, որ կարողանանք, մեզ չինական հոպ պետք չէ, որ կարողանանք ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգներ գնել եւ ստանալ։ Դա շատ կարևոր ուղղություն է մեր ռազմավարական նպատակների եւ շահերի։ Վերադառնանք Իրանի թեմային եւ կարևորությանը, պետք է ասել, որ սցենարները արդեն պատրաստ են եւ սցենարները սահմանափակվում են մի քանի գլխավոր ուղղությունով։ Առաջինը իրանական ուրեմն միջուկային ծրագրի վրա հարվածներ եւ ասեմ, որ Բուշերի ատոմակայանից, որը այստեղ է գտնվում մոտավորապես, Բուշերի ատոմակայանը, որտեղ ռուսներն են գործում, այդտեղից տարհանում է տեղի ունենում իրանց մասնագետների, որովհետև կարա հարվածները ներառի նաև Բուշերի կից այդ ենթակառուցվածքները, որտեղ որ կա ուրան, հարստացված ուրան։ Միացյալ Նահանգները այդ Ռեջեփ Տայիպ Էրդողանի շնորհիվ միջնորդական գործընթացի, որը հիմա տեղի է ունենում եւ որի մասին մենք տեսնում ենք, որ հայտարարություններ էլ կան, Դոնալդ Թրամփը ինքն էլ հայտարարեց, որ այո, մենք խոսում ենք, բայց հաստատ ուղիղ չէ Թուրքիայի միջոցով, պետք է ասել, որ մեծ հավանականությամբ այստեղ այս ուղղությամբ ուրեմն պահանջները հետեւյալն են Միացյալ Նահանգների հրաժարում միջուկային ծրագրից, այդ թվում քաղաքացիական միջուկային ծրագրից, որովհետև բաժանելը բարդ է ստացվում Իրանի դեպքում, բացի դրանից հրաժարվելը բալիստիկ ծրագրից եւ պրոքսիներից։ Պահանջները չեն փոխվել, բայց Իրանը չի պատրաստվում այդ պահանջները իրականացնել։ Այսինքն հայտարարում է, որ միջուկային ծրագիրը խնդիր չկա, բայց
Միայն քաղաքացիական, իսկ քաղաքացիականը եւ ռազմականը գիտեք ինչ հեշտ է փոխել։ Շատ հեշտ է, եթե դու վստահելի չես եւ եթե հետեւել քո հետևից լավ չեն կարող, շատ հեշտ է իրականում ինչ որ ժամանակահատվածում քաղաքացիականից անցնել դեպի ռազմական միջուկային ծրագիր։ Բալիստիկ հրթիռների ուղղությունով ասում են կտրուկ ոչ, դա մեր իրավունքն է եւ ոչ մի սահմանափակում չպետք է լինի այդ ուղղությամբ։ Դա խնդիր է նաեւ, որովհետեւ Իրանի բալիստիկ ծրագիրը միջուկային ծրագրի հետ միասին է սպառնալիք, առանձին չեն սպառնալիք։ Եվ երրորդը պրոքսիները, այդտեղ իհարկե Իրանը նաեւ մերժում է եւ կարելի ասել, որ հա պրոքսիների ուղղությունով էլ առաջտա չկա։ Այսինքն Իրանը չէ պատրաստ որևէ քայլի, բայց Իրանը միևնույն ժամանակ ուզում է հետաձգել պատերազմը եւ հետաձգել ժամանակ նաեւ շահել։ Ընդհանուր առումով պետք է ասել, որ կարևոր հայտարարություն է արել Ալի Խոմեյնին, իրանց հոգևոր առաջնորդը երեկոյան խոսել է նրա մասին, որ եթե պատերազմ սկսվի, ապա պատերազմը կլինի տարածաշրջանային եւ դա ինչ որ առումով նաեւ նշանակում է ինչ հարգելի հայրենակիցներ, որ Իրանի հետ պատերազմի դեպքում Իրանը կարա հարվածներ հասցնի Կատարին, որտեղ որ ամերիկյան ռազմակայան է, Բահրեյնին, որտեղ որ ամերիկյան ռազմակայան է, Միացյալ Արաբական Էմիրություններին, որտեղ որ ամերիկյան ռազմակայան է, Սաուդյան Արաբիային, որտեղ որ ամերիկյան ռազմակայան կա, Հորդանանին, որտեղ որ ամերիկյան ռազմակայան կա, եւ ուրեմն իհարկե Իսրայելին, որտեղ որ ամերիկյան ռազմակայան չկա։ Նաեւ, դա էլ ասեմ, բայց Իսրայելը այդքան մոտ է Միացյալ Նահանգներին, որ ռազմակայանի անհրաժեշտություն այդտեղ չկա։ Դեմս նշեմ, որ ռազմակայան ունենալը չի նշանակում Միացյալ Նահանգների հետ շատ մոտիկ դաշնակից լինելը։ Որովհետև տեսեք, արաբական այս պետությունները արդեն հստակ ասել են եւ շարունակում են նաեւ ասել, որ իրանք թույլ չեն տալու իրանց տարածքը օգտագործվի հարձակումների համար։ Այսինքն, տեսեք, մենք բազում անգամ ասել ենք, Կատարը եւ Թուրքիան միասին են Իսրայելի դեմ եւ աջակցում են Համասին, այսինքն ամերիկան Կատարում ունի ռազմակայան, բայց դա չի նշանակում, որ Կատարը Ամերիկային վերահսկողության տակ է։ Իրոք դա այդպես չի նշանակում, հակառակը Կատարը շատ հակաամերիկյան է հիմա դարել, ուղղակի ռազմակայանի հանելը բարդ է եւ ռազմակայանը ունի իր նաեւ դերը այդտեղ։ Մի խոսքով հիմա կարելի ասել, որ այդ սպառնալիքը, որ տարածաշրջանային բովանդակություն կունենա այս պատերազմը, ինչ է ներառում։ Ներառում է նաեւ պատերազմի հրահրում Իրաքում, որտեղ որ բնակչության մոտավորապես կեսը շիա են եւ Իրանը ունի մեծ ազդեցություն Իրաքի վրա այդ ուղղությամբ։ Ներառում է նաև իհարկե Լիբանանի ուղղությունով, որտեղ որ Հեզբոլահը կարա ռազմական գործողություններ սկսի Իսրայելի դեմ։ Ներառում է նաև Իրանի կողմից հարվածներ տարածաշրջանային այս պետությունների Միացյալ Նահանգների ռազմակայանների ուղղությունով, որտեղ որ տեղակայված են։ Եվ ուստի սրանով մենք ստանում ենք այն, ինչ Խոմեյնին ուրեմն հայտարարեց, որ կանի եւ դա վերաբերվում է կոնկրետ նրան, որ ռազմական գործողությունները ընդլայնվելու են եւ տարածաշրջանային պատերազմի կարգավիճակ են ստանալու։ Եվ բացի սրանից ես ուզում եմ նաև եւս մեկ կարևոր տեղեկատվություն ձեզ հայտնեմ, որ փաստացի տեղում Իրանում հիմա մարդկանց փախցնում են, տասնյակ հազարավոր մարդիկ կորել են, եւ այդ մարդկանց մեծ հավանականությամբ տանում են հատուկ բանտեր, այլ ոչ թե հասարակ բանտեր, եւ այդտեղ հետո սպանում են մեծ հավանականությամբ։ Այսինքն Միացյալ Նահանգների կողմից ասված այդ պահանջը, որ չանեք դա, չսպանեք այդ ցուցարարներին, դա իհարկե տեղի չի ունենում եւ իրանց այո սպանում են եւ Միացյալ Նահանգները պետք է միջամտի իհարկե եւ ես կարծում եմ, որ մոտակա ժամանակահատվածում մենք կտեսնենք այդ միջամտումը։ Շատ տրամաբանորեն, ինչուց կարա սկսվել առաջի հարվածը, կարա անսպասելի նաև սկսվել առաջի հարվածը։ Ուղղակի մեկ կասկած կա, որ այս հարվածները կարողա չբերեն ռեժիմի տապալմանը։ Այսինքն հարվածները ինքնիստ կարողա բավարար չլինի, ինչ կարողա բավարար լինի։ Շատ երկար ժամանակվա ընթացքում հարվածներ եւ եթե քաղաքացիները կարողանան ցամաքում վերցնել իրավիճակը իրանց վերահսկողության տակ, որովհետև խնդիրը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն է, իսկ այդ կորպուսին ոչնչացնելը հեշտ բան չէ։
Եվ առանց ոչնչացնել այդ կորպուսի կարելի է ասել, որ իրականում ցուցարարները հնարավորություն չեն ունենա հեղաշրջում, հեղափոխություն կազմակերպել։ Այդ ժամանակահատվածում, ինչպես մենք ձեր հետ խոսել ենք արդեն, կլինեն տարբեր նաև սպառնալիքներ եւ մարտահրավերներ։ Միացյալ Նահանգները կարծում եմ, որ մոտակա օրեր, շաբաթների ընթացքում այդ որոշումը կկայացնեն։ Չեմ կարծում, որ եթե իրավիճակը կտրուկ չփոխվի, ապա ուրեմն նկատի ունեմ մարտ, ապրիլ ամիսներին, որ անցնի այս գործընթացը, շատ քիչ հավանական է։ Կարծում եմ, որ փետրվար ամսում այս գործընթացները կսկսվեն, նույնիսկ կարամ ասեմ մոտակա օրերի եւ շաբաթների ընթացքում, իրականում կարա տեղի ունենալ երբ ուզես։ Նկատի ունեմ կարա նույնիսկ մի քանի ժամ էլ անց տեղի ունենա, որովհետեւ ամեն ինչ բավարար է, բայց ոնց ասացի ձեզ, 5 օրը պետք որ երկրորդ ավիակիրը գա, այսինքն երկրորդ ավիակիրը որ գա 5 օր հետո, մոտավորապես դրանից հետո գործողությունները սկսել ավելի տրամաբանական է, բայց կա եւս մի քանի կարևոր բաղադրիչ, հա, եթե բոլորը գիտեն, որ 5 օր հետո ավիակիրը գալու է, 5 օր կարա Իրանը ավելի հանգիստ լինել, կարծենալ, որ այս 5 օրը դե հարված չի լինի, չէ, որովհետեւ երկրորդ ավիակիրը հələ չի եկել դեռ։ Սա նշանակում է, որ հենց հարվածել այս իրավիճակում կարա ավելի օգտակար լինի։ Սա արդեն տեղի մարտավարական բաղադրիչներն են եւ շատ կարեւոր։ Ընդհանուր առումով պետք է ասել, որ աննախադեպ ուժեր են Միացյալ Նահանգները կոնցենտրացնել եւ մենք շատ մեծ հավանականությամբ ձեր հետ միասին կտեսնենք այսպիսի ռազմական գործողություններ այս ուղղությամբ։ Կարծում եմ, որ շատ կարևոր եւ հետաքրքիր քննարկում ստացվեց, չենք մոռանում անպայման լայքելը եւ բաժանորդագրվելը, կհանդիպենք հարգելի հայրենակիցներ, ցտեսություն։